Վաճառված հայրենիք ամեն մի հարց ունի մեկ պատասխան։ Այժմ ուսումնասիրենք այս ամենը, որպեսզի հասկանանք, թե իրականում ինչ ճանապարհով են այդ ամենը կատարել, եթե հրաշք լինի եւ փրկվենք, ապա նման սխալներ երբեք չկատարենք։ Ընդհանրապես ոտքերին չեն նշանակում գլխի փոխարեն եւ հրճվում, իսկ մյուս ոտքերից ավելի ցածր այդ գետնաշորերը, երբ որ սկսում են ոտքերին գովաբանել, ապա դրանց պետք է անմիջապես ապտակել եւ ուղարկել իրենց տեղը, որպեսզի այս երևույթը, ինչը հայերիս հետ տեղ է ունենում, այլևս տեղի չունենար։ Սահմանադրության սվաղում Սահմանադրությունը ընդունվել է 95 թվականին, որից հետո 2005, 2015 և 2020-ին փոփոխություններ են եղել։ Այստեղ դուք ինքներդ կարդացեք, սրա վրա ես կանգ չառնեմ, կարող եք կանգնացնել և կարդալ։ Այստեղ կարևորը 5 թվականինն է, 5 թվականին, երբ որ այդ փոփոխությունների ժամանակ դեմ են բոլորին, այդ տողը հանեցին։ Եթե դա չկա դեմ են բոլորին, ապա ինչ-որ մեկին կամ պետք է ընտրես, կամ բուլետենդ դուրս է գալիս, որ անվավ էր։ Թեպետ կարելի է գնալ և ոչ ոքի չընտրել և միայն ցույց տալ, որ բոլորդ էլ տականք եք, որպեսզի նաև աշխարհը հասկանա, որ իրականում Հայաստանում մարդ կա, գոնե միայն դրա համար, այլ տարբերակ, որ դա փրկություն կլինի կամ դա ինչ-որ լավ բան կբերի, ոչ մի լավ բան դա չի կարող բերել, և դրա վրա մենք կանգ չառնենք։ Եվ նաև Նիկոլը 20 թվականին որոշ փոփոխություններ մտցրեց այդտեղ, բայց այժմ ասնենք Նիկոլի վերընտրությանը։ Ինչպես գիտենք, այս ծաղարացու Պուտինը նույնպես հաչաց։ Սկզբում հաչաց Քորշունը, իսկ Քորշունը ասեց, որ իր սիրելի թեկնածուն սա է, այսինքն Հայաստանում ինչ-որ սրա նկատմամբ նաև լիներ արժեք, ինչ-որ չափով սա էլ ինչ-որ բան ստանար։ Եվ մարդիկ կապում են, որ դա հենց Պուտլերի հրահանգն էր, քանի որ սա էլ լրտես է, այս տականքը երկու անգամ եմ ցուցադրում, այս տականքին, այս զզվելի տականքին, որ դեռ չի սատկել։ Եվ այստեղ այս մանիպուլյացիան և այս կոմիկ տականքը ծաղրացու և այս ծաղրացուները ինչ են անում սրան առաջ բերելով, իբր մնացած այդ ռադիոկայաններ, հեռուստաալիքներ և այլն, այդ բոլոր մեդիա դաշտը սկսեցին, որ տեսակ Նիկոլին ոնց Պուտինը ապտակեց, տեսակ, որ նրանք ցանկանում են Սամվելին, առանց Ռուսաստան մեր տնտեսությունը կքանդվի, կարծես Ռուսաստանը տնտեսություն ունի և միայն ցորեն ստանալը և մի քանի կիլոգրամ վարուն կամ պամիդոր նրանց ուղարկելը դա Հայաստանի համար փրկություն չի։ Հանքերը լափեն, իսկ մնացածը հույսները դնեն դրա վրա, երբ որ այդ ամենը կազմում է միայն մի 10%-ը Հայաստանի ունեցածի, իսկ հանքերը և մնացածը կազմում է 90%։ Այս կեղծիքը նույնպես առանց Ռուսաստանի չենք ապրի։ Հացը ցանկացածն էլ վաճառում է, ումից էլ ցանկանանք կարող են գնել այդ հացը տարբեր ճանապարհներով, նույնիսկ Եվրոպայում, երբ որ ուկրաինական հացը ստիպեցին, ուկրաինական ցորենը Եվրոպան ընդունի, եվրոպական 5-6 երկրներ բունտ էին անում, որ իրենց հացը կարող ենք հենց նրանցից գնել, ինչ տարբերություն Ռուսաստանից թե նրանցից, թող մի քիչ թանկ լինի։ Այստեղ հարցը որն է, սրա հաչոցը, երբ որ Պուտլերը հաչաց, իբր սրա վրա խաչ են քաշում, նա ընդհանրապես խաչ չքաշեց,
Այսինքն հայերի Հայաստանում գտնվողների 60-70%-ը արդեն զզվանք է ապրում Ռուսաստանի կառավարությունից, սրանից, այս տականքից, եւ ասելով, որ Նիկոլին դեմ է, այսինքն ինքը արդեն հայերին հուշում է, որ ես Նիկոլին դեմ եմ, դուք էլ ռուսներին չեք սիրում, այսինքն ընտրեք Նիկոլին։ Այս փոքրիկ խաղը լավ չհասկացաք, թե ինչ ձևով են սրանք այս խաղը կատարում։ Եվ ամեն տեղ է նման այս սրիկա, թեթևամիտ եւ հասարակ խաղ, որը ինչ-որ ձևով ձեզ համար թվում է, որ դա ինչ-որ մի հրաշք բան ասեց, բայց այս բոլորը խաղեր են, այս տականքի խաղը, Սամվելին, սրան ինչ են բերում, քանի որ եթե կա ինչ-որ ընդդիմություն, ապա այդ ընդդիմությունն էլ տոկոս հավաքի սրա համար։ Այսինքն եթե Նիկոլի հետևը բացվի, սրանով Նիկոլի հետևը սվաղեն, այս տականքով, այս ջհուդով Նիկոլի հետևը սվաղեն։ Այս ամենը կատարվում է նրա համար, քանի որ բոլորն էլ սպասում էին այս թվի ընտրություններին, որպեսզի սրան ռադ անեն, բայց եւ սրանց է ձեռք տալիս, եւ արևմուտքին է ձեռք տալիս, եւ սրան է ձեռք տալիս, որպեսզի այս տականքը մնա, եւ Հայաստանի վերջնագիրը սա կատարի, քանի որ սա էլ զադնի դնելու տեղ չունի, ամեն ինչ իրեն համար արդեն ավարտված է, ինչ տարբերություն, այստեղ խփեն, թե այնտեղ խփեն, եւ մի քանի ժամանակ կյանքը երկարացնելու համար գնացել է նաև այս քայլին, որ հիմի նորից իրենց պետք է ընտրեն։ Սա կեղտոտ խաղ էր եւ Ռուսաստանի կողմից էր, ոչ թե Ռուսաստանի, Սպուտլերի կողմից էր կեղտոտ խաղ, իբր դեմ է, բայց դրանով հայկական մեդիաները ընդհանրապես շեշտում են, տեսեք ինչ ասեց, տեսեք նա Կարապետյանի կողմն է, բայց չէ, Պուտլերը հնեց ասեց, որ կամ կազմակերպի ամեն ինչ, կամ ռադ եղի, այսինքն Ռուսաստանի հետ լավ եղի, եթե Ռուսաստանի հետ լավ ես լինում, այսինքն հայերի 70%-ը զզվում է քեզանից, եւ սա էլ իբր արդեն Նիկոլը Թուրը էստեղ, այնտեղ կտրելով ռուսների վրա խաչակաշում, հենց սա էլ առիթն է, որպեսզի Հայաստանում այն խիարները, որոնք չեն կազմակերպում կամ չեն հասկանում, գնան Նիկոլ ընտրեն։ Այս ամբողջ այս խաղը դրան է տանում, քանի որ այս թե Սամվել Կարապետյան, թե մնացածը չեն գնա այս խաղին, քանի որ լրիվ չի կեղտոտված այս տականքը, թե սրանք ամենակեղտոտված տականքը սա է, հենց սրա ձեռքով էլ Հայաստանի ավարտը կամ Հայաստանը մի 10,000 թողնեն, չթողնեն, սրա ձեռքով են կատարել։ Եվ հիմա էլ կտեսնենք, որ բոլոր խաղաթղթերը, բոլոր կողմերից, որտեղ նայում ես, դրված է սրա վրա, որպեսզի սա անցնի։ Այս հարցը ընդհանրապես մի քանի անգամ ասել եմ եւ քանի որ մի քանի հոգի գրել էին, որ անհասկանալի է կամ այլ մեկնաբանություններ էին տվել, նորից բացատրեմ այս ամենը։ Բաժանախները եւ իրենց միացյալ կինը արդեն վաղուց այդ ամենի մասին պայմանավորվել էին, քանի որ բոլորի նախահայր Քորշունը սրան 93 թվականից, նույնը 94-93 թվականից եւ սրանց արդեն ինքը պատրաստել էր, իսկ սրան էլ Քորշանկին է, Լյուդմիլան է, հավաքում պորնիկ ջհուդների եւ որոնց ստիպում եւ սովորեցնում, թե ինչպես Հայաստանը վերացնեն եւ նման տականքների միջոցով ինչքան հնարավոր է վաճառվեն այնտեղ Հայաստանը վերացնելու համար։ Այս երկու իբր արցախցի, բայց ադրբեջանցի ագրավները եւ հատկապես սա նույնիսկ իր ձայնագրությունը կա, իր ձայնագրությունը
մի անգամ նաև այս տականքը խոսեց թռուցիկ այդ ձայնագրությունը չգտա, բայց սա մի քանի տեղ այդ մասին արդեն խոսացել է, բոլորդ էլ գիտեք, ինչն էր հարցը, որպեսզի ռուսներին ստիպենք, որ մնան Արցախում եւ մեզ պաշտպանեն, եթե ռուսները արդեն մեզ չեն պաշտպանում, ուրեմն դուրս գանք Արցախից, որպեսզի ռուսների մատը մնա հետևներ, այս ձեր լեզվով ասած, այս ձևով են մեկնաբանում, եւ դա սրա ասածն է, բայց սա ոչ թե մենակ սրա ասածն է, այլ Քորշան ասածն է, Քորշանը շունը, քանի որ Ստամբուլյան, մասոնական արևելյան օթյակի անդամ է, միևնույն ժամանակ Հայաստանի բոլոր օթյակներին հսկողներից մեկը ինքն է, Քորշունը արդեն երթում էր տվել 94-95 թվականներին, որ Հայաստանի կապիտուլյացիան, Հայաստանի վերացումը կատարում, դրա համար նաև են հայ բժշկին ջհուդը պատահական չէր ասել, որ 30 տարի հետո Հայաստանը չի լինի, քանի որ նրա մոտիկն էլ, որը այդտեղ նույնպես անդամ է եղել Ստամբուլյան այդ օթյակի մասոնական, նա նույնպես լսել է, թե ինչպես են այս Քորշունը հավատարմություն տալիս, որպեսզի Հայաստանը վերանա, քանի որ բոլոր մասոնները իրար ախպերները եւ ախպերության ասածը հնարավոր չէ չկատարել, ամբողջը, իսկ այս տականքը իբր արցախցիներին լավություն էր անում, եկեք տեղափոխվենք Հայաստան, թող Արցախը մնա թուրքերին, ռուսներն էլ այլևս բազա չունենան այնտեղ, սա իբր լավություն էր անում արցախցիներին, ռուսներն էլ ասեին, չէ, հետ գնացեք, այդ սա նույնպես այն նույն ադրբեջանական ծրագրի անդամ է եւ նույնպես ենթարկվում է այս տականքշանը։ Իսկ մի քանի տարի առաջ Նիկոլի հետ երբ որ նորից Նիկոլ պետք է ընտրեին 21 թիվներ, ինչ, 21 թվին, երբ որ ասել եմ սրան ընտրեք, ես ոչ թե սրան սիրելով եմ ասել ընտրեք, դե Արցախի, այդտեղ մենակ մի երկու բառ եմ ասում, մնացածը ասելով, որ գնացեք սրան ընտրեք, որպեսզի Արցախի հարցը արցախցին տեսնենք ինչպես է կարողանում կատարել, նպատակը դա է եղել, իսկ ինչ մնում է իրեն, որ ինքը սուծինառությունով էր զբաղվում, հայերին ուղարկում պատերազմ 93 թվականին, նրանց կանանց ստիպելով բռնաբարում եւ իր խմբով, այդ ամենի մասին բոլորդ էլ տեղյակ եք, որ ինքը մաքուր չի եւ ամենակեղտոտ տականքներից մեկն է, ինձ թվում է իր տվյալները, դեմքը եւ այլն ադրբեջանցի, նույնպես ադրբեջանցի է, ոնց որ այս բոլորն են մենակ ես մի տականքը թուրք եւ սա ջհուդ։ Եվ այստեղ միայն այդ ձևով, իսկ արցախցիները ինչ տարբերություն, մահացել եք թե այսօր Հայաստանում քնծրոտ մրնծրոտ ապրում եք, տարբերությունը որն է։ Ու այս ամբողջ մաֆիան Հայաստանը վերացնելու հենց սկզբից ռուսական KGB-ի պատվալներում ջհուդներ եւ անգլիական լրտեսները արդեն դրել էին եւ սրան էլ ոչ թե տարել էին, սա բուտիկա էր նստել, այնտեղ մի քանիսին տարել էին իրոք, ովքեր պրագնոզ կամ հայեր են կարող էին ծագվել կամ չէին ընդունի, որ ագենտ են, սրան հատուկ մի քանի օր սովորեցրեցին, իսկ մնացածին փակեցին, նույնը Վանոն եւ սա սկսեցին Հայաստանը ավիրել վերացնել։ Այս ամենը վաղուց մտածված, իսկ այդքան հարուստ երկիրը սովետից մնացած հնարավոր չէր ոչնչացնել, ամեն գործարանում մի 5 ստանոք էլ աշխատեր, մարդիկ սովից չէին մեռնի, եւ այսօր Հայաստանը նման է
90% աղքատության ծայր աստիճան, իսկ մնացածը այս լափող տականքներն են։ Եվ այստեղ երկու բարեկամ թշնամիները, եթե մտածում եք, թե Ֆրանսիան բարեկամ է, կամ այս տականքը բարեկամ է, կամ ձեզ Եվրոպա պետք է ընդունեն, այդ բոլորը նույնպես խաբում են։ Եվրոպան էլ մի երևելի տեղ չի, որ ընդունեն, եւ երկրորդը, ասենք ընդունեցին մի 30-40 կամ մի 200 հայ երիտասարդներ, որոնք լավ կրթություն ունեն կամ կարողանում են լավ աշխատանքներում իրենց արդարացնել, որը պահանջ ունի Եվրոպան, աշխատեցին։ Մնացածը ինչ է կանելու, այդ դիվան քշողներ կամ եւ այլն, այդ կոֆե նարդի զբաղվողները ինչ է կանելու Եվրոպայում։ Ձեզ թվում է, ձեզ բռնելու են, պաչեն ու դնեն իրենց ճակատին։ Ոչ մի բանի պետք էլ չէ, որ ձեզ ընդունի Եվրոպան։ Եվրոպան այնքան ձեր նմաններին ունի, եւ դա էլ որ հատկապես էս հիմա ցուցադրեմ էս սրան, հատկապես իմեյլ սա խոսում է Եվրոպան էսպես, իմիջալոց էս երկուսի խոսակցությունը գրքային են, որ երեխեքին գիշերները հեքիաթ են կարդում, չարը եկավ, էսպես արեց, վերջում էլ եկավ սպիտակ թևերով հրեշտակը փրկեց, սրանց խոսացածը դա է գրքային։ Եվ սրանց ով պետք է մի տոկոս գոնե Հայաստանում ձայն տա, այսինքն գժվել են մարդիկ, որ սրանց գոնե ձայն պետք է տան այդ մի քանի տոկոսը։ Եվ դրա համար այս Ֆրանսիան, թեկուս այն Միտերանի բանի ժամանակվանից, նրանք գալիս էին Հայաստան եւ նույնպես բրուտների հրահանգը կատարում։ Քանդեք ձեր գործարանները, տեսեք ինչ գործարան ենք սարքել։ Այդ թվականներին ես Եվրոպա գնալ-գալով ասում էի, մեկ քանդի գործարանը, այդ տականքները ոչինչ էլ չեն սարքելու, իրենց արտադրանքը լռվել է իրենց պահեսներում, իրենց ապրանքն են տալու, խաբում են, որ քանդեք, քանի որ նման գործարան, ֆաբրիկաներ իրենք չունեն եվրոպական միայն մի քանի երկրներ, Գերմանիա, Ֆրանսիա, Անգլիա, որ ունեն այդ ժամանակներում 80-ական, 90-ական թվականներին ունեին նորմալ գործարան ֆաբրիկաներ, մնացածը չունեին մեկ քանի։ Եվ դրա վերջը բերեցին։ Եվ այսօր էլ այս Արցախի հարցը հենց սրանց է հետաքրքրում եւ սրա վրա պետք է թեքել եւ գրել, որ Մակրոն դու Ֆրանսիային վարկաբեկեցիր եւ մի քանի գեղեցիկ խոսքեր։ Այժմ այս երկուսի այս սիրավեպի մասին, որքան էլ մտածեք, այստեղ Քորշունը նորից տանում է անվերադարձ կործանման։ Եթե Հայաստանը մնում է եւ Ռուսաստանի ազդեցության տակ, մնալու է 10,000-ը կամ միգուցե 10-20,000 այս պոչը կտրելու են, քանի որ այստեղ եւ ռուսների, եւ թուրքերի, եւ մնացածի այդ բեռները ամբողջ այստեղով են անցնելու եւ միաժամանակ հայկական են լավագույն հետքերը այստեղ ոչնչացնելու են, ջարդել փշրելու են։ Սա էլ է բրուտի ծրագրի մեջ, նաեւ դա է մտնում։ Եվ եթե մտածում եք, որ դրանից հետո Հայաստանի համար լավ է լինելու, ոչ, հայերդ գնալու եք եւ Ռուսաստանում արդեն ոչ սովետի ժամանակվա նման ամենացածր, ամենանվաստ գործերում աշխատեք, եթե դա նույնիսկ թույլ էլ տան, իսկ մնացածը դառնալու եք մի անտեր գուբերնիա, որը ոչ մի բանի իրավունք չի ունենալու։ Ավելի լավ է այս վիճակում մնալ, քան գնալ սրանց գիրկը նորից եմ կրկնում, միայն մի ցորեն է տալիս, մնացածը ինչ ունի սա, որ մեզ պետք է տա, եւ Ռուսաստանի վրա պետք է գիծ քաշել, որ իրենք էլ հասկանան, որ իրենք այլևս այստեղ անելու բան չունեն։
ու եթե մենք անցնենք առաջ այս ամենը քննարկենք, ապա նոր խորհրդարանում պետք է լինեն սրանք, որպեսզի նաև Նիկոլին հայոյողներ լինեն։ Դա է պատճառը, որ նաև սրանց բերում են խորհրդարան։ Իսկ սրան ինչ էին բերում։ Սրան ոչ թե բերում են խորհրդարան, սրան նույնիսկ պետք էլ չէ խորհրդարանը։ Եթե Նիկոլը 50-ից պակաս է հավաքում, սրա այս ձեները տրվում են Նիկոլին, Նիկոլը նորից 50-ից բարձր, սրանք նաև սրանց հետ միասին Նիկոլից շատ ցածր են հավաքում, որից հետո նորից սկսում է Նիկոլի խաղը Հայաստանի վերացումը, թե ինչ է ցանկանում, ինչպես է ցանկանում, հիմա էլ պետք է ասեն այս բոլորը, սրանք այս բոլորը պետք է ասեն, սպասենք հիմա էլ 31 թվին, 26 թվին ժողովուրդ սպասեցինք, տեսակ չեղավ, հիմա էլ 31 թվին, ու այս կեղտոտ խաղը անընդհատ պետք է սրանք առաջ տանեն, ու սրանք բոլորն էլ խաղացողներ են, սրանք կոմիկ, ծաղրացու խաղացողներ են, սրանք իրենցից ոչինչ չեն ներկայացնում, որ սրանց վրա ուշադրություն եք դարձնում։ Հաջորդը Հայաստանի կամ լուծարում է լինելու կամ այս երկուսը, քանի որ իրենց տերը բրուտն է, երկուսն էլ հրահանգ են ստանում եւ Ուկրաինայի հարցով եւ Հայաստանի հարցով, եթե հիշում եք դեռ 14 թվականներին ես ասել եմ, որ ամենավտանգավոր երկրները հին սովետական միության, դա Ուկրաինան, Հայաստանն են, միգուցե մի քիչ նաև Վրաստանը լինի։ Մնացածը վտանգավոր չեն, քանի որ դրանք իրենց երկրներն են, եւ Մոլդովայի մասին, դե Մոլդովան կամ ռումինացոնց կամ ռուսներին է, այդպես է լինելու, Մոլդովան կորցնելու բան չունի, բայց այստեղ Ուկրաինայի ու Հայաստանի հարցն է։ Ու այդպես էլ եղավ, եկավ ժամանակը այդպես էլ եղավ, իսկ որտեղ թեկուս Բելարուսիայում դրել են իրենց տականքին, տականքը արդեն կամ այս մի ծաղրացույն են դրել, բոլորն էլ երկար ժամանակ թե ասիական, միջին ասիական երկրները այնպես են դրել, որ այդտեղ ռեժիմները մնան, իսկ Հայաստանում եւ իբր լինում է ընտրություն եւ այլն, տեսնեն որքան նորմալ մարդ կա, դրանց հետևն էլ տան դուրս անեն երկրից, որպեսզի հեշտ երկիրը լուծարվի։ Եվ պատճառը դա է, որ գործարան ֆաբրիկաներ ինչի չեն աշխատասել Հայաստանում, թեկուզ սրանք, եթե իրենց համար Հայաստանը նշանակություն, դրա համար, որպեսզի մարդիկ դուրս գան, իսկ հիմնականում դուրս է գալիս այն, ով որ ուզում է նորմալ ապրել կամ մի քիչ ունի հնարավորություն դրսում աշխատելու, ստեղծելու, եւ տակին մնացածները, նրանք ովքեր մնում են Հայաստանում, դրանք արդեն եղանակ ստեղծող չեն, սրանց կարող են եւ այս կողմ քշել եւ կարող են այն կողմ քշել, դրա համար էլ այս երևույթը կատարել են, եւ հիմա էլ բրուտը արդեն ինքը սրան տվել է սպիտակ թևեր, թե ինչ կատարի, եւ իրար հետ արդեն պայմանավորվել են, այստեղով մի 5-10 գազա նավթատարներ են անցնելու եւ միևնույն ժամանակ այստեղով անցնելու է նաեւ Արարատյան մասը այստեղ պետք է կտրեն եւ այստեղ որպեսզի կարողանան այդ բոլորը նաեւ այս ձևով առանց Իրանին կպչելու կարողանան այս ձևով անցկացնել, այսինքն Հայաստանը դառնում է մի ոտնատակի տրյապկա, այս ձևով ասած, եւ սա կատարելու են սրանք, եւ սրա հեչ պետքն էլ չի, քանի որ ինքը լրտեսա, ինքը իր տերերի հրահանգն է կատարում, եթե դուք դրան սրա վրա ստավկա եք դրել, ապա սխալվել եք, սա ինքը իրենից ոչինչ էլ չի ներկայացնում։ Հաջորդը այստեղ փոփոխություն, երբ որ առուծին նեղում են, առուծը համարենք հայ ազգը, հայ ազգին նեղում են եւ բորենիները շատանում, այս բորենիները շատանում եւ նաեւ առուծի ատամները հանում, այսինքն կտրում ամեն ինչից,
Առուծը խելոքանում է եւ բորենիներն են սկսում երկիրը տիրել։ Նույնը այստեղ եթե մենք նորմալ երկիր ունենայինք, ապա նորմալ երկրում ոչ մի ընտրություն էլ Հայաստանի նման երկրում, որը բացի թշնամիները չունի ոչ մի բարեկամ, մեզ միակ երկու բարեկամը Աֆրիկան է եւ ամբողջ այդ Ամերիկա կոչվածի տեղաբնիկները, որոնք մինչև օրս իրենց հայ եւ հայ աստվածների համար մղկտում են, կարելի ասել։ Իսկ մնացած աշխարհին բոլորին էլ ձեռք է տալիս, որ իրենք լինեն առաջին տեղում։ Պատկերացրեք, դուրս է գալիս, որ հայերը 5 գնահատական են ստացել դպրոցում, իսկ մնացածը ստացել են 2-1 մինուս, ով կցանկանա, որ սա լինի։ Դրա համար բոլորին էլ ձեռք է տալիս մենք վերանանք։ Դա պետք էր հասկանալ եւ նման տականքների, նման լրտեսների չպետք էր դնել մեր երկրի ղեկավարներ եւ ղեկավար դնելուց ընդհանրապես ամեն ինչ այդ մարդու մասին մինչև վերջ տեղեկություն չլինի, չպետք է նման անձնավորությունների դնել։ Եվ սրա մասին եւ գիրք է գրել 93-ական թվականներին եւ իր այդ կեղտոտ նաեւ շանտաժները եւ բոլորը գնացին սրա կողքին կանգնելով իբր հեղափոխություններ։ Հենց սա է մեր ազգի են ամեն կեղտոտ քայլը, որ դրսից նայողը հասկանում է, որ այս ինչ լկտի, այս ինչ ծախված մարդիկ են սրանք, որ նույնիսկ այս ոչ հեղափոխությունը տարբեր քաղաքական եւ այդ բոլորին, որ նայում ես զզվանք ես ապրում, քաղաքական վերլուծաբան, քաղաքական գործիչ եւ այլն այդ բոլոր տականքները ոնց կարող եք չզգուշացնել։ Ես այդ ժամանակ 1000 անգամ գրեցի հեռու կանգնեք սրանից, կամ եթե սա չի թողնում Եղիշը եւ մնացածը միանան իրեն այս կեղտին, հրապարակ չթողնեք, սա պրոյեկտն է ստականքի եւ այդ նույնպես չհասկացաք, թե ինչ է կատարում։ Հիմա շատ եմ լսում հատկապես սրանց կողմից, որ օգնեք մեզ, փոխանցումներ արեք, որպեսզի մենք անցնեն ինչի համար, որ այդտեղ ինչ որ 2 կոպեկ ստանան եւ իրենց, այսինքն 2 ձայն սա ունենամ, 3 ձայն սա ունենամ, 2 ձայն սա ունենամ, 4 ձայն սրանք ունենան, ու ինչ են անելու, ինչա փոխվելու է այդտեղ այդ ազգային ժողովում, ոչ մի բան, միայն խոսալու են եւ այդ խոսալը ձեր սիրտը հովացնելու է։ Ինչին օգնեք։ Օգնեք նրան, ով զենքը ձեռին եկել է սրանց եւ սրանց տերերին ոչնչացնում է, իսկ սրանց օգնելու ձեր նպատակը ո՞րն է, որ ամեն օր մենակ դա են խոսում, օգնեք։ Այսօր էլ փորձեցի լսեմ սրան։ Գրքային, խառնաշփոթ, մեկ Եվրոպան, Անգլիան էլ փոշմանել է, որ Եվրոմիությունից դուրս է եկել եւ այլն։ Հիմարություններ եւ բոլորին, որոնց լսում ես մի 2 րոպե արդեն մի հիմարությունը բավական է, որ այլևս չփորձես լսել սրանց այս անիմաստ հիմարությունները։ Հիմա լեգիոն կա։ Եթե Ռուսաստանի հարուստներն են եւ ամենաշատ հարուստները Ռուսաստանում են, ինչի լեգիոն չեն կազմում գալիս Հայաստանը փրկեն, եթե Ռուսաստանին էլ Հայաստանը պետք է։ Այ լոբի։ Երկրորդը Ուկրաինան։ Հայերը Ուկրաինայի համար կռվում են, որը դա կռիվ չէ, եւ այս անձնավորության մասին էին հարցրել, հիմա պատասխանեմ։ Սիրելի հայեր, որ երկրում էլ որ գտնվեք, եթե ձեզ ինչ-որ մի հայ փորձում է, գնանք մենք էլ կռիվ պաշտպանենք, քանի որ այստեղ ենք ապրում, թարգեք այդ ամենը։
իրականում ոչ մի պատերազմ, ոչ մի կռիվ էլ չկա, ոչ մի նման բան չկա, ոչ մի պատերազմ ոչ եղել է, ոչ էլ կա նման պատերազմ։ Ուկրաինա, Ռուսաստան, սա բրուտի գծած ծրագիրներ, որպեսզի Ուկրաինան մի 100 տարով նորից հետ ընկնի եւ այդտեղ մարդաքանակը դառնա 12-15 միլիոն մարդ եւ ապրելու տեղ չլինի այդտեղ, որպեսզի նաեւ չսկսեն արագ աճել։ Նաև սրանք մի լեգիոն կազմեցիք եկաք Հայաստան, իսկ սա ոգևորում էր, քանի որ դա մեր երկրորդ տունն է, մենք արդեն մեր երկրորդ տանն ենք, կռվենք հանուն Ուկրաինայի։ Սա կռիվ չէ, նույնիսկ Արցախյան պատերազմի ժամանակ, այս 44 օրվա պատերազմի ժամանակ, ես ասեցի, այդ պատերազմի ժամանակ, այդտեղ թողած բոլոր զենքերը վերցրեք, գաղտնի անցեք Հայաստան եւ սրանց ոչնչացրեք, սա պատերազմ չէ, նույնը այս Ուկրաինայինը, սա պատերազմ չէ, առաջի համաշխարհային, թե երկրորդ համաշխարհային, թե Մակեդոնացուց սկսած ում եք ցանկանում, ոչ մի անգամ դրանք պատերազմներ չեն եղել, դա միայն մարդկանց ոչնչացնելու, ստրկացնելու, մարդկանցից կողանալու, ավիրելու պլաններն է բրուտյան, երբեք ոչ մի պատերազմի մեկ հավատա, դա պատերազմ չէ, պատերազմ կլինի միայն այն դեպքում, երբ որ մենք գնանք նորից ազատագրենք մեր Արցախը, դա կլինի պատերազմ, իսկ ռուս-ուկրաինականը դա պատերազմ չէ, եւ այս նման երիտասարդներին պետք է բացատրել, որ կամ ծախված ես, կամ չես հասկանում, երիտասարդ, գնա խելոք տեղդ վեր ընկի, սա քո գործը չի, եւ այստեղ ռուս-ուկրաինական պատերազմը, Եվրոպան այնքան հնարավորություն ուներ ԱՄՆ-ի հետ միասին, այդ միլիարդները տրիլիոնից անցնող արդեն որ տվել էին Ուկրաինային, դա հնարավոր էր միայն մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանին մինչև Ուրալ քշել։ Այդ չարվեց, ինչի համար, քանի որ պետք է մսաղացը մի քանի օր աշխատի եւ ռուսական կողմում եւ ուկրաինական դաթարի նորից սկսի աշխատել, երկար տևի այս պատերազմը, որովհետեւ հյուծվեն, զզվեն, թողնեն իրենց երկրները գնան, հետագայում էլ այդ երկրի ստատուսը փոխվի։ Սա է ամբողջը։ Մի 10 ֆիլմ առաջ էին հարց տվել այս երիտասարդի մասին, դրա համար այսօր հիշեցի պատասխանում եմ նաև դրան եւ սրանց մասին հարցեր էր եղել եւ այստեղ չկասկածեք որ բոլորը ցանկանում են միայն օգնության իսկ օգնության դիմաց ինչ են անելու ոչ մի բան այն օգնությունները ինչ որ տվել եք սրանց ապա $1 միլիոն լրիվ հավասար են նրան, որպեսզի 4 կազմակերպած երիտասարդ կարողանան համապատասխան զենքով մտնել Հայաստան, տեղավորվել միտեղ եւ վերացնել այս վերևում գտնվող այս 4 տականքներին։ Այս 4 տականքներին միանգամից վերացնեն իրենց տները։ Դա բավական։ Իսկ սրանց օգնելով, միայն գեղեցիկ կոստյումներ հագցնելով, ինչպես սրանց էիք օգնել, հատկապես Ամերիկա հայերին եւ մնացածին, այդ հիմարությունները թարգեք, եթե ցանկանում եք օգնել, օգնեք այն սոված հայերին, ամեն մեկը էլ բարեկամ հարազատ եթե չունեք, ապա գտեք ինչ-որ մեկին, մի սովածի եւ օգնեք նրանց, իսկ սրանք ես կիսած ծաղարացումները կամ այս արտիստները սրանք միայն ձեզ զբաղեցնելու համար են եթե օգնում եք մի փոքր սրան օգնեք ինչի համար քանի որ սրան գալիս է այդ հաղորդագրությունները թե ով ինչքան է գողացել Նիկոլը ինչքան Սերժիկը ինչքան
որ գործով եւ կոնկրետ տվյալներ է գալիս, միայն դրա համար մի փոքր մնացածին պետք չի օգնել եւ մնացածին պետք է միայն թքել երեսներին, որ այս կեղտոտ խաղը նորից խաղում են հայ ազգի գլխին, այսքան։ Այժմ միջազգային լուրերից նկար չեմ ցանկանում տեղադրել, հիմա էլ սկսել են բրուտի փոքր տղան է ոգևորում մեր Ուկրաինային փրկենք, հայերը մի երկու բառ ասեց, հիմա էլ ինքն է ելույթ ունենում, մեր Ուկրաինային փրկելը, այսինքն լավ չկատարվեց այդ ծրագիրը, եկեք նորից մի $100 միլիոն ուղարկենք կամ մի քանի միլիարդ, ուկրաինացիք դնեն գրպանները, մի 2 միլիոն էլ ռուս սպանեն, ռուսներն էլ մի 2 միլիոն ուկրաինացի, այդ դա կլինի արդեն հաղթանակ։ Իսկ մնացած է այդ Իրանի հարցով, այդ նույնպես ծաղրանք է ամբողջ աշխարհին, որ բրուտը այդ ձևով նաև սկսում է թանկացնել ամեն ինչի գները եւ ասել, որ սա այս ամենը բոլորը մերն է, մեր ճանապարհը անցար, պետք է վճարես, մեր նավթը գնեցիր, պետք է վճարես, մեր ճանապարհով այդ պարտանյութը տարար, պետք է վճարես եւ այլն, եւ սա արդեն ցինիզմի եւ մարկայնությունից վերացման գագաթնակետն է, այնպես որ ում էլ ընտրեք, այս բոլոր խաղերը տանում են, որ սա մնա, քանի որ բացի սրան, ոչ ոք իր վիզը չի վերցնի Հայաստանի կործանման ծրագիրը տանելու, միայն սա է իր վիզը վերցրել, թե ինչպես են սրան, այս Նարիմանովը և Քորշունը համոզել, որ սա վերցրել է եւ հիմա էլ մինչեւ վերջ տանում է, դա զարմանալի է։ Նման քայլի աշխարհում ոչ մեկը չէր գնա, ոչ մի գումարով։ Իրեն գլխից կխփեր, նման քայլի չէր գնա։ Եվ եթե հետաքրքրվում եք նաեւ Իսրայելով, ապա Իսրայելը իրենից ոչինչ չի ներկայացնում։ Նորից եմ կրկնում, ջհուդները իրենցից ոչինչ չեն ներկայացնում։ Միայն ջհուդները ավելի լավ են ենթարկվում իրենց տերերին եւ նաեւ մուսուլմանները, քանի որ նրանք սուննաթված են, իսկ սուննաթված տղամարդու ուղեղի աջ մասը արդեն նորմալ չի գործում եւ նրանք կատարում են միայն ստացած սրահանգները, դա պատահական չի, այդ սուննաթումը դրանց մոտ մտցրնելը, իսկ քրիստոնյաների մոտ ոչ, իսկ այդ երկուսի մոտ մտցված է եւ հիմա էլ ստիպում են նույնիսկ նոր ծնվածից մինչեւ աֆրիկական այդ մուսուլմանական երկրներում մինչեւ որպեսզի կատարեն դա իբր կեղտոտություն է եւ վարակներ են ստանում, այսինքն ստիպում են մարդկանց ավելի հնազանդվել, դա միայն հնազանդության համար են կատարում։ Իսկ այն, որ արդեն գները թակում են բոլորի դռները, դա արդեն փաստ է, իսկ եթե նորից այս գեղեցիկ բառերով մեկը այստեղից գնաց այնտեղից եկավ այստեղ, այս էլ ասեց, այնպես արեց, այդ բոլորը ձեզ խաբելու համար է, մեկ հավատա, ոչ մի բանի, միայն ինքներդ ստուգեք, ինչ ես էլ եմ խոսում, մեկ հավատա, Ստուգեք սա լավ մարդ է, թե ոչ, եթե լավ մարդ չէ, արդեն ստուգել եք, վրան սև գիծ քաշեք, սա լավ մարդ է, թողեք, կիսատ գիծ քաշեք, մնացածը պարզելու համար, այսպես փոքր, եթե արդեն պարզել եք, եւ այժմ այս ընտրությունները ոչնչացնելու է Հայաստանը, եթե լեգիոն չեղավ, եւ շրջադարձ չկատարվեց, սրանք հանձնելու են, այս բոլորը միասին։ Հայաստանը ամբողջ հայերի գումարն էլ եթե հավաքի, դա ոչինչ չի տալու։ Այսինքն
Միայն բրուտի հետ պետք է դուրս գալ իր խաղով։ Սա վերջի վերջն է։ Այլ ճանապարհ եթե ունեք, ասեք։ Բացի դա, նաև Հայաստանում գոնե դրանց դեսպանատան առաջ ելույթ ունեցեք, ասեք, որ մենք գիտենք, որ մեր բոլոր թշվառությունների հեղինակը բրուտն է, որպեսզի հասկանան, որ թուրք եւ այլն դրանք բոլորը կատարող ծաղրացուներ են։ Ամոթ է, որ մինչև օրս դրանց դեսպանատանը չեք հայտնել այդ ամենը։ Իսկ մնացածը արդեն դա մեր գործն է, դուք այլևս անելու բան չունեք, ոչ գումար ունեք, ոչ հզոր զենք ունեք, ոչ էլ մի բան ունեք կատարելու։ Միայն ունենք այսօր ճշմարտություն, որը 111-ի եւ իմ ձեռքին է, միայն դրանով կարող ենք դուրս գալ բրուտի դեմ։ Ոչ թե պատերազմի, այլ որպեսզի ինքն էլ գնա իր զիջումներին, հակառակ դեպքում ինքը դառնում է Նիկոլի կամ Քորշան նման, ըստ իրեն իր երկրում, քանի որ ինքը թագավոր է, իբր Աստծուց է ստացել, բայց երբ որ ապացուցում ենք այդ Աստված չկա, այսինքն դու ինքնակոչտականք ես, նույնն է սրանք, ոչ մի ընտրություն չի եղել ինքնակոչ, միայն այդ ձևով, այլ ձև չկա։